Հրապարակը գրում է երեքշաբթի ԿՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, խոսել ռադիկալ փոփոխությունների մասին։ Վարչությանը հանձնարարել է դիտարկել ոլորտներն ու դրանց պատասխանատուներին, ցանկ կազմել, թե որ պաշտոնյաներն են վարչության անդամների կարծիքով ամենավատն աշխատում։ Չեն եղել նրան առարկողներ, Գյումրու պարտության ու հասարակության հիասթափության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է, թող իրենից հեռու մեղավորներ չփնտրի։ Ձուկը գլխից է հոտած եւ բնականաբար պետք է գլխից ազատվել։ Նման առարկողներ ըստ թերթի չեն եղել։ Թերթին ասել են, որ կրքերը չեն խաղաղվել ԿՊ ֆրակցիայում, կանանց գունդը համար մարտերը մղում Անդրանիկ Քոչարյանի դեմ նրան կարգի հրավիրելու ուղղությամբ ԱԺ նախագահից պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով եւ ընդառաջել լրագրողների դիմումին։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցն անգամ պետաիրավական հանձնաժողովի նիստին է քննարկվել, իսկ երեկ Փաշինյանը նախաձեռնող խմբին նիստ է հրավիրել, օրակարգը ձևակերպել են Գյումրիում ԿՊ պարտության հարցը ապա փոխել, հավանաբար սեփական պարտությունը գիտակցելը բարդ է, առավել ևս դրա վերաբերյալ ձևակերպում անելը, գրում է թերթը։ Ժողովուրդը գրում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը ամենաշատ փոփոխություններ կրածն է։ Թերթը ահազանգեր է ստանում արցախցիներից ծրագրի մի շարք խնդիրներով, որոնց արկայության պատճառով ծրագրին դիմել չեն կարող։ Դրանցից մեկն այն է, որ բնակարան տրամադրելուց հետո 10 տարի անց բնակարան ձեռք բերելու համար պետությունից հատկացված 3-4 միլիոն դրամը պետք է վերադարձնել պետությանը։ Արցախցիներին ասվել է, որ եթե ընտանիքի որևէ անդամ մեկնի արտերկիր մշտական բնակության, ապա բնակարանը փաստացին նրանց չի տրամադրվի, իսկ բնակարանը պետության կողմից առհասարակ կարող է դառնալ սեփականություն 10 տարի անց, ինչպես հիպոթեկային վարկի գործող ընթացակարգն է։ Թերթին աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցել են, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում նման պայման չկա։ Թերթը գրում է, մինչև այս պահը ծրագրին դիմաց հավաստագիր ստացած անձանց թիվը ընդամենը 920 է։ Հրապարակն էլ գրում է ԿՊ վերնախավ Նուշկի չի գալիս Փարաքարի խայտառակ պարտությունից, Փարաքարցի սոցիալնախարար Նարեկ Մկրտչյանից բացի քարոզարշավին ներգրաված են եղել Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Թագուհի Ղազարյանը, Դավիթ Խուդաթյանը, Արգիշտի Մեխակյանը, մարզի հետ կապ ունեցող այլ ԿՊ-ականներ, քաղաքապետի ԿՊ-ական տեխնացու Լյուդվիգ Գյուլնազարյանի ամփոփիչ հանրահավաքին Նարեկ Մկրտչյանը այնքան վստահ է եղել, որ թերթին ասել է կոալիցիայի խնդիր չեն ունենա 50 գումարած մեկ ձևաչափով են հաղթելու։ Իրականությունից կտրված պարտությունից շոկի մեջ ընկած Փաշինյանը հիմա փորձում է քավության նոխազներ գտնել, իսկ ԿՊ-ականները վստահ են, որ սա ոչ թե թիմ, այլ ինչ-որ իմաստով համապետական ընտրություն էր ու ընտրել են ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղաքական ուժի, այսինքն Փաշինյանին։ Ժողովուրդը գրում է արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ կրողների դեմ, արդեն քանի օր է հատուկ ջոկատայինները ներխուժում են բանտերի կոնկրետ խցեր տակնու վրա անում։ Օպերացիաների արդյունքում դատապարտյալներ են տարհանվել, բայց դա ամենը չէ, Երևան կենտրոն ՔԿՀ-ում կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան են ուղարկվել։ Հայաստանի բանտերում առավել հայտնի Զիլդավոն, Մուշեղ Մանուչարյանը, Գեղամ Բաղդասարյանը գլխավորել են բանտերում դատապարտյալներին ճնշելու օպերացիան, ինչի արդյունքում նրանց տարհանել են ու այլ ՔԿՀ-ներ տեղափոխել։ Թերթը նշում է, որ ի պատասխան առկա խայտառակ իրավիճակի ՔԿ ծառայությունը հայտնել է, որ քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ արդարադատության նախարարությանն ու Բարաշեն ՔԿՀ դատապարտյալներից մեկը նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ տևական ժամանակ է խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը։ Հրապարակն էլ գրում է ապօրինի գույքի բռնականցման մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը, որը ՍԴ-ում 3 տարից ավելի է հետաձգվում է, ի վերջո կվերսկսվի։ ՍԴ-ում այսօր այդ վարույթով նիստ է նշանակված, զեկուցողը Վահե Գրիգորյանն է, որը միետ դատավոր է ընտրվել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման մասին օրենքն ընդունվել է 20 թվականին, ուժի մեջ մտել մայիսի 23-ին, այն մեծ աղմուկ է բարձրացրել, մասնագետները վիճարկում են դրա սահմանադրականությունը, իսկ այս ընթացքում
ընթացքում ապօրինի գույքի բռնագանձման վարույթներն ընթանում են, գործերը դատարան են ուղարկվում, բողոքարկվում կամ բավարարվում եւ այժմ ոչ միայն նախկինները, այլև հենց իրենք իշխանականներն են սպասում ՍԴ որոշմանը, քանի որ մի քանի տարում արդեն մեծ ունեցվածք են դիզել ու այս օրենքի լիակատար շահառուներից են, նկատում է թերթը։